Թուղթ Եբրայեցիներին 10 Արդարև, գալիք բարիքների ստվերն էր օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը։ Այն նույն պատարագները, որ մատուցում էին տարեց տարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին, ապա թե ոչ նրանք կդադարեին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները մի անգամ ընդմիշտ մաքրված լինելով այնուհետև մեղքի համար ոչ մի խղճահարություն չէին ունենա։ Սակայն նրանք տարեց տարի այդ պատարագներով վերստին մեղքի հիշողության տակ էին մտնում, քանի որ նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը։ Նրա համար էլ Քրիստոս, երբ աշխարհ մտավ, ասաց. «Զոհեր և պատարագներ չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար։ Ողջակեզներ և մեղքերի համար արված զոհեր քեզ հաճելի չեղան։ Այն ժամանակ ասացի, թե ահավասիկ եկա քո կամքը կատարելու, ով Աստված, ինչպես իմ մասին գրված է օրենքի գրքում»։ Ավելի վերև ասում է, թե «Զոհեր, պատարագներ, ողջակեզներ և մեղքերի համար արված զոհեր քեզ հաճելի չեղան և չուզեցիր, բաներ, որոնք ընծայում էին ըստ օրենքի»։ Ապա ասում է. «Ահավասիկ գալիս եմ քո կամքը կատարելու, ով Աստված»։ Հերքում է առաջինը, որ հաստատի երկրորդը։ Այդ կամքով էլ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի մեկընդմիշտ պատարագումով։ Եվ ամեն մի քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու համար և շատ անգամ է մատուցում նույն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ Իսկ Հիսուս միայն մեկ պատարագ մատուցեց մեղքերի համար և մշտնջենապես նստեց Աստծու աջ կողմում և այնուհետև սպասում է, մինչև որ իր թշնամիները դրվեն իր ոտքերի ներքո, քանզի միայն մեկ պատարագով կատարյալ դարձրեց մաքրվածներին մշտնջենապես։ Արդ Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ ավելի վերև ասվածից հետո, թե «Սա է այն ուխտը, որը պիտի կնքեմ նրանց հայրերի հետ այն օրերից հետո, ասում է Տերը. իմ օրենքները պիտի դնեմ նրանց սրտերի մեջ և դրանք պիտի գրեմ նրանց մտքերում»։ Ապա ասում է, թե «նրանց մեղքերը և նրանց անօրենությունները այլևս չպիտի հիշեմ»։ Իսկ ուր որ թողություն կա, այլևս մեղքի համար պատարագ պետք չէ։ Մոտենանք Աստծուն։ Եղբայրներ, ուրեմն համարձակություն ունենք Հիսուսի արյամբ մտնելու սրբարանից ներս, այն նոր և կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագույրի միջով, որ է իր մարմինը։ Եվ մեծ քահանա ունենալով Աստծու տան վրա, մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ, սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով, ամուր պահենք անխախտ հույսի դավանությունը, քանի որ հավատարիմ է նա, ով խոստացավ, և հոգ տանենք միմյանց սիրո և բարի գործերի հորդորելով և սանձ չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։ Քանզի եթե կամավոր կերպով ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը և կրակի կատաղությունը, որ լափելու է Աստծո հակառակորդներին։ Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին 2 կամ 3 մարդու վկայությամբ։ Իսկ որչափ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը
և անարգել շնորհի հոգին։ Արդարև, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրեժխնդրությունները, և ես պիտի հատուցեմ», ասում է Տերը։ Եվ դարձյալ, Տերը պիտի դատի իր ժողովրդին։ Ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։ Արդ հիշեցեք առաջին օրերը, երբ դեռ հազիվ լուսավորված բազում տքնությունների և չարչարանքների համբերեցիք, մերթ նախատինքների ու նեղությունների մեջ խայտառակվելով, մերթ այդպիսի բաներ կրողների վիճակին մասնակից լինելով, քանզի և բանտարկվածներին կարեկից եղաք, և ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք, քանի որ գիտեիք, թե ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է։ Արդ մի կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով հասնեք նրա խոստմանը, քանի որ մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս և գալու է նա, ով պիտի գա և չպիտի ուշանա։ Արդ իմ արդարը պիտի ապրի հավատով, և եթե մեկը երկմիտ է, իմ հոգին նրան չպիտի հավանի։ Բայց մենք երկմտելով ոչ թե կորստյան ենք մատնվում, այլ հավատով հասնում ենք հոգիների փրկության։